Անունս Երեմ Ասատրյան։ Կառուցապատող ընկերություններ։ Այո, կառուցապատող ընկերությունը այստեղ պետք է որ լինի AN Construction ՍՊԸ։ Հիմա բնակիչներն ասում են, որ ըստ անտեսվել է առանց հանրային լսումների իրականացնելու տրվել է տեսեք, բնակիչները հարգելիս։ Ես լսում եի, ունեմ բոլոր այդ կետերի վերաբերյալ ինչը որ նոր բնակիչները ներկայացնում էին, թե ինչն է անտեսվել, ինչն է ենթադրաբար խախտում եւ այլն, այդ նույն հիմնավորումներով եւ դեռ մի բան էլ ավելին մարդիկ հայցադիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ եւ նշանակել է դատական նիստ, այսինքն քննության փուլում է։ Հետևաբար նման պայմաններում ես իմաստը չեմ տեսնում ճանապարհ փակելու եւ ակցիա իրականացնելու եւ լրագրողներին ներքաշելու մի բանի մեջ, որը որ ես կարադառնամ, տեսեք։ Չէ, դուք հիմա աջակցում եք բիզնեսի, ես ձեզ հեսա կասեմ ինչ բիզնեսի եք աջակցում, ուղղակի արագնատ վերջացնեմ, տեսեք, հիմա երբ որ այս շինարարության թույլտվության իրավաչափության հետ կապված հարցը քննարկվում է վարչական դատարանում, որի հասցեատերը վարչական մարմինն է։ Կառուցապատողը ունի թույլտվություն եւ քանի դեռ այդ թույլտվությունը իրավաչափը դատարանի որոշմամբ կամ իրավասու մարմնի որոշմամբ անվավեր ճանաչված չի, կառուցապատողը այդ թույլտվության հիման վրա առնում է աշխատանքներ, ավելին եթե չաներ աշխատանքներ, իր շինթույլտվությամբ ժամկետ կա նախատեսված, հետագայում տույժերի եւ տուգանքների կենթարկվեր։ Կառուցապատողի մոսով Չէ, դուք սխալվում եք, կներեք, դուք որ խոսում եք, ես չի ընդհատում։ Շինարարության թույլտվությունը ավտոմատ ինչպես նախկինում էր, հիմա չի կասեցվում, վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կարգավորում ունի, ասում են դեպքերում, երբ որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձը վիճարկում է ինչ-որ մեկին երրորդ անձին տրված վարչական ակտը, այդ դեպքում չի կասեցվում, այլ միայն պետք է համապատասխան հիմնավոր միջնորդություն ներկայացվի, որի հիման վրա դատարանը եթե գտա, որ հիմնավորը կկասեցնի, հիմա հայցվորները ներկայացրել են նաև այդ միջնորդությունը, որը մերժվել է դատարանի կողմից, այսինքն դատարանը հիմնավոր չի գտել։ Այսինքն արձանագրեն, որ կառուցապատողը, եթե սպասում ենք մենք դատարանի որոշման, եթե դատարանը որոշեց, որ այդ շինթույլտվությունը տրվել է օրենքի խախտում կամ իրավաչափ չի, կառուցապատողը իհարկե կենթարկվի դատական ակտին, ուժի մեջ մտած դատական ակտին եւ եթե պետք եղավ քանդել կքանդի, եթե պետք եղավ դադարեցնել կդադարեցնի, այսինքն կառուցապատողը գործում է օրենքի սահմաններում եւ օրենքը դատարանը ինչ որոշի, դա էլ կարվի։ Դա միանշանակ վստահեցնում են բոլորին։ Հիմա երբ որ ասացիս միտքը այն է, որ ստեղ բարձրաձայնվում է տարբեր բաներ, մի հարկ, երկու հարկ, չգիտեմ, քաղաքաշինական փաստաթղթեր, քաղաքապետարան, հանրային լսում եւ այլն, այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ դիմել են դատարան, դե սպասեք դատարանը որոշում կկայացնի, հիմա որ ճանապարհ փակեցին, ակցիա արեցին, այդ իրանց ուզածը, ինչը որ մինչեւ դատարան մտնել է, ուզել էին ու չէր ստացվել, չի ելնելու, չէ։ Հիմա որ ժողովուրդ ջան, ասեմ ինչ բիզնեսի մասին է, այդ արատավոր պրակտիկան տարիներ շարունակ եղել է, բայց հիմա եւս շարունակվում է։ Մարդիկ գնում են շինթույլտվություն են վիճարկում, առաջ որ ավտոմատ կասեցվում էր, ավելի հեշտ էր բողոքողի համար։ Հիմա դրա համար օրենսդիրը որոշեց, որ չէ, սենց չի կարա շարունակվի, դրեց սահմանափակումներ, որ երբ որ միջնորդությունով կապացուցես, որ քեզ վնաս է պատճառվում, նոր դատանը կկասեցնի։ Մարդիկ գնում են կառուցապատողին, ասում են, «Էս տուր, այն տուր, որ չբողոքեմ»։ Հիմա դրա համար դուք անուղղակիորեն կներեք ինձ, ես ձեզ անչափ հարգում եմ եւ որևէ պիտակավորելու միտում չունեմ, բայց անուղղակի չիմանալով դուք եկել եք ու այդ բիզնեսին եք հիմա նպաստում։ Այո, ուզել եմ։ Տեսեք, մենք կառուցապատող ընկերությունը Լավ, դուք ներկայացրեք, հա, ես դիրեկտոր չեմ։ Ինչ են ուզել բնակիչները։ Կոնկրետ ուզել են իրանց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարան։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։ Նոր շենքում Այո, հիմա մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով ստեղ հաջողվել է շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կոմերցիոնակացող երևի ստացվել է, հիմա փորձել են ստեղել, չի եղել, օքեյ, բողոք հարկել եք, մենք գնալու ենք մասնակցենք այդ դատին, նոր ենք ստացել մենք դատանի որոշում։ Պարզի որ ասելու է։ Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, որ բնակարան եք ուզում շնչել։ Մենք հատուցում ենք ուզել իրանից։ Մինչև հատուցումները չտա, եթե այսքան բանի մեր տների գինը իջնում է իրա, 2 հատ տուն ունեմ։ Իմ տների գինը ամեն մեկը $150,000-ով իջնում է այս երկուսի պատճառով։ Ինքը 2 տանես
եկել գնահատել։ Մենք միշտ էլ գիտենք մեր տների գինը ինչ քամ է։ Մենք այնց նոր տներ են գնահատել։ Ինչ-որ մեկը գնահատել։ Շուկայականով նայում ենք, մենք շուկայականով նայում ենք, թե մեր տները ինչ կարժենան, ու հիմա եթե մեկը առնի, ավելի ներքևի տունը ավելի շուտ կառնի, քան ստեղ։ Իսկ դուք որ փակում եք այս ամբողջ տերիտորիան ձեր շինարարության համար։ Դուք որ փակում եք, մենք չենք կարում։ Մեր հատուցումը թող տան, որ մենք չտուժենք։ Կարող է ես իմ տունը ծախում եմ, գնում եմ, ամեն մի տան մեջ $150,000 տուժում եմ։ Ձեր պատճառով դուք եկել եք մեզ վտարում եք ստեղից։ Դե լավ, ի՞նչ ենք վտարում։ Ներողություն, ձեր մոտիվացիան։ Կներեք, էլի մի հատ հարց տամ։ Կողքը ապրեմ։ Ստիպված պետքա ծախեմ գնամ։ Ի ամեն մի տունս իմ հայացի։ Ոչ չի կարելի։ Ես խոսում եմ հենց հիմա, որովհետև քեզ օգուտ չի իմ խոսացածը։ Եթե ես մի բան ասում եմ, քեզ օգուտ չի, որովհետև դու իրավունք չունես ասես, խի եք փագում, խի եք անում, բա որ դուք եք փագում ձեր մեծ ավտոներով բան եք լցնում։ Մենք ում եք բողոքենք։ Ուզում եք այս նոր կառուցվող շենքում փոխհատուցում այլ բնակարան։ Փոխհատուցում ինքը կարող էր 2 հատ այստեղից տալ, 2 հատ այստեղից տալ, որովհետև ամեն մի տունս իմ 500,000-ից էժան չի։ Մենք ենք բոլոր 58-երը ասեցին մերժվեց, իրանք եկան սարքեցին իմ պատի հետևը։ Աղբե ջան, եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, ուրեմն պետքա փոխհատուցես իմ տների համար։ Ակցիայի բոլոր մասնակիցներն էլ ուզում են։ Բոլոր մասնակիցները, ստորագրողները ուզում են, բայց քանի որ իմ պատի հետևն է հենց 6 մետր չկա, մի հարգանի տան կողքը կադաստրը դեմ է քվեարկել։ Իրանք սարքում են 8 հարգանի, ես պետքա նստեմ իմ հյուրասենյակում, պատուանից հետևից նայեմ այսինքն մի հատ 8 հատ։ Ձեր կարծիքով որ նման հայցով մտնի դատարանը կբավարարի օգուտ ձեզ։ Մենք այնց արգումենտներ ունենք, մենք ունենք այն արգումենտները, որը որ անտեսվել է մարդկային իրավունքները։ Մարդու իրավունքները ով է ասում։ Ինչ ասեց։ Երեխեքի անդորը ու առորյան հարամվում է։ Որտեղ ու դար կախում է, բոլոր տեղերը լավ շատ բան են անում, խախտումներով, բայց երեխեքի անդորն ու առորյան հարամվում է։ Ապական էլ բեկալ եք ձեռներդ, մենք շլյո քաշվենք մի կողմ։ Սեփական տներ կողքել գնանք քանդենք են բարձրահարկել։ Լսի, դա Հիմա լավ էս մարդուն Անորեն են թույլ տվել ընկեր, անորեն են թույլ տվել սեփական տան կողքը, քաղաքի կենտրոնում անորեն են թույլ տվել։ Քաղաքն ու գյուղը տարբեր Բա բան դա մենա հետամնաց քաղաքն է Երևանը։ Ճարտարապետությամբ, քաղաքաշինությամբ չի համապատասխանում ոչ մի սանիտարական Ժողովուրդ մի վարքյան։ Ժողովուրդ, տեսեք, հիմա դուք ինձ անենց հարց եք տալի, մոտիվացիան այդ Այստեղ սեփական տներ են բոլոր։ են պաշտպանում։ Հա, դե ասենք կառուցապատողի մոտիվացիան ո՞րն է։ Չէ, նայեք, սեփական տներ են, սեփական տներ են, մարդիկ քաղաքից դուրս եկել են, իրենց ավան առինջը Կոտայքի մարզում է։ Իրենց տները ասում են ծախել են, եկել են այստեղ, որպեսզի քաղաքի աղմուկից կտրված, հիմա ու ասում են այստեղ հորեր չկան։ Հիմա ձեր մոտիվացիան այստեղ է սեփական տների հարևարությամբ, այս բազմաբնակարան շենքը կառուցելու իմաստը եւ ո՞նց եք այդ հարցերը լուծելու։ Հորերի մասին։ Ընթացիկ կոյուղաջրերը։ այդ հարցերը ժողովուրդ, երբ որ քաղաքաշինական փաստաթղթերը տալիս են, Քաղաքերտով ջրերը գնում են կողքով գործող կոյուղ միանում են։ հիմա որ ձեր ուզած երկու տունը տան կոյուղի պայմանական կլինի, թե չի լինի։ Տունը կծախեն եւ Ամեն չուշի դրա մեջ։ Ուզած երկու տունը տային, հարկայնության այդ խնդիրը կլուծվեր, թե չէր լուծվի։ Հիմա որ ձեր տունը տային, ձեր պահանջած տները շանտաժի լեզվով պահանջած տային, մի րոպե, այս բանը գնա չէիք էլ գնա բողոքի, այդ ձեր բարձրացած խնդիրները։ Մնացածն են ուզելու, անենց որ ինձանով չէր բրծել։ Հիմա ձեր հետ եմ, դուք եք ամենաակտիվը։ Նույնն էլ մնացածին։ Չէ, այսինքն հիմա ասում եք այս խնդիրը կա, այս խնդիրը կա, բայց երբ որ ասում եմ դուք բան եք պահանջեք կառուցապատողից չեք ստացել, նոր եք գնացել բողոք։ Հիմա որ տային այդ խնդիրները, եթե կան կա լուծվեին, հա? Տրամաբանություն կա դրա մեջ։ Որ հարցը։ Ինչպես եք լուծելու կոյուղու հարցը, այլ Տեսեք, դուք հիմա այդ ինչի եք որոշելը ես չեմ կարող ասեմ։ Հա, ես իրեն շահերն եմ պաշտպանում նման ակցիաներից եւ շանտաժներից։ Դե կթողեք պատասխանեմ այս խեղճ աղջկա հարցին։ Տեսեք, երբ որ այդ
կոյուղի, տեսեք, այդ ինչը որ քաղաքաշինական փաստաթղթերը, երբ որ անցնում է պետական համալիր փորձաքննություն, անցնում է տարբեր գործընթացներ եւ տարբեր գերատեսչությունների մոտով անցնելով նոր գալիս է վերջում դառնում է շինթույլտություն։ Հիմա այդ ամեն ինչը նախատեսվել է, այսինքն եթե չգիտեմ մի քիչ մասնագիտական բան էլի, եթե կոյուղին ասենք, չգիտեմ, տրուբայով չպետք է անցնի, այլ ձև պետք է անցնի ու դա էլ է ընդունելի օրինակ պետության համար կամ վարչական մարմնի համար կամ պետական այլ մանր։ Ուրեմն տենց կլինի, ոնց նախատեսված է, տենց կլինի, ինչ նախատեսված։ Որտեւ արդեն շինթույլտվություն ունեք, կարող եք։ Բայց ով ասես չկա։ Ուզում եք հասկանալ ինչպես է լինելու բազմաբնակարան շենքերի կոյուղու հարցը, ինչպես է լուծվում։ Այսինքն ձեր կարծիքով այս սարքվելուց հետո ստի աբլոները չեն կարող չեն ունենալու կոյուղի։ Առաջ պետք է Հա, կա իհարկե կա։ Միանալու են ընդհանուր ցանցին, այլ ցանցերի։ Այտենց հստակ ես չեմ կարող ասեմ, ժողովուրդ դուք հիմա ինձ շինարարի հարցեր եք տալի, որին ես ամբողջությամբ չեմ տիրապետում։ Բայց ինչը որ կա ամենը օրենքի սահմաններում է, բոլոր պետական մարմինների կարծիքներով անցել է եւ որևէ խոչընդոտ ու խնդիր չկա, որը հետագայում այս շենքերի կառուցման արդյունքում կարող է որևէ մեկի իրավունքը խախտվի կամ չգիտեմ կոյուղին ալնի չլնի, այս ալնի չլնի։ Վարչական դատարանը դիմել եք դատարան, թող դատարանը որոշում կայացնի։ Ինչ որոշեց այդ ինչը պետք է անենք, մենք գտնում ենք որպես մեր շինթույլտվությունը իրավաչափ է, կառուցապատողն էլ իրավաչափ։ Ժողովուրդ ջան, դիմել եք դատարանը երբ որ որոշեց, ես այն ժամանակ կգամ կասեմ, այո, դատարանը որոշել է, որ իրավաչափ չի, բայց կապած, հա, դուք էլ նշեցիք, որ վարչական դատարանում է։ Եթե հանկարծ դատարանը որոշի, որ չի թույլատրում, ինչ է, եւ դուք էլ ասիք, որ կասեցումը չի, օրենքով կասեցում այլևս չկա, հա, շարունակում եք այնքան։ Հա, քանի դեռ դատարանը չկա։ Ինչ եք անում։ Այդ արդեն կորոշվի, բայց հաստատ կենթարկվենք դատարանի որոշմանը։ Իմ տված հարցին քիչ առաջ պատասխանել են մեսենջերով, ասում են, որ կոյուղին կպնելու է քաղաքի կոյուղում։ Կառուցապատումը տեղյակ ինչ-որ մեկ է։ Դե միգուցե, ես տեսեք, հիմա ոնց որ Հիմա ինձ ոնց որ հարցնեք ասեք ես ցեմենտը M500-ով թե M250-ով բանը իրանց գրելով իբր թե միանում է միջև կոյուղի չսարքեին իրանք իրավունք չունեին այս ամեն ինչն անեին ով ասեց է ով ես եմ ասում դե դուք եք ասում գնացել եք դատարան այ մարդ որ որոշեց իրավունք չունեիք ասենք դուք ճիշտ եք մենք սխալ բայ իրավունքներից են խոսում իսկան դու իրավունք ունես ուզածը ի՞նչ է հիմա հա այս ակցիայի իմաստը ո՞րն է մենք չունենք պարկինգների տեղ օքեյ դատարանը որ որոշեց մենք կենթարկվենք դատարանին ձեզից է ներողություն կխնդրենք օքեյ շենք ստոր գետնյա պարկինգներում այո Երբ է ավարտվելու Ճիշտ ասած երևի 2 տարով է տրված հստակ չեմ կարող ասեմ էլի տեսեք ես մի անգամից եկել եմ հստակ չեմ կարող ասեմ երբ է ավարտվելու 26 թվականի սեպտեմբերին այնտեղ գրած է Ներողություն ավտոկայանատեղի հետ կապված հնարքշն նշում է որ Երբ 12 ավտոկայանատեղի ահա ընդամենը բայց բնականները մի քան 5 անգամ ահա թույլատրելի ոչ մի օրենքում պարտադիր պահանջ չկա որ քանի բնակարան ոչ մի պահանջ չկա թե քանի բնակարան եղավ այդքան էլ պետք է ավտոկայանատեղի նման պահանջ չկա քանի ինչը որ օրենքով սահմանված է ճիշտ է Դե մենք էլ այդ օրենքի դեմ ենք պաստոր։ Ուզում եք դուք ավտոներ չունեք, էլի հաստ է։ Համապատասխան ավտոներ եթե մեր ավտո։ Հիմա այս ավտոն որ ասենք անկապ քշում էր, կառուցապատողն է մեղավոր։ Չէ ժողովուրդ այն ավտոն որը տենց արեց, կառուցապատողն է մեղավոր։ Ասես դրանով կենք փագել։ Բայց ես որոշում կենք փագել, ինչ եք փագել։ Լավ ենք արել փագել ենք։ Կներեք, բայց պահանջ եք ուղում կառուցապատողին եք վարկաբեկում։ պատրաստ է փոխհատուցում տալ։ Ինչի վերաբերյալ։ Դե քաղաքացիները ասում են, որ իրենք դժում են։ Տեսեք, ես էլ ասում եմ, որ քաղաքացիները, օրինակ գիշերը գալիս են սարկածը քանդում են, առավոտը գալի նորից 0-ից սարքում են։ Բան ողջամիտ եմ ասում։ Այդպիսի բան եղել է։ Չէ, ողջամիտ եմ, հա, ողջամիտ եք համարում իմ ասածը։ Չէ, տարբեր հիմա ասենք Եկեք կոնկրետ ասենք, քաղաքացիներն ուզում են փոխհատուցում, կառուցապատողը պատրաստ է տալ։ Եթե դատարանի որոշմամբ կհաստատվի, որ կառուցապատողին, որ որևէ բնակչի պատճառվել է նյութական վնաս, այդ նյութական վնասը օրենսդրությամբ սահմանված կարգով
ապացուցված կլինի համապատասխան փորձագիտական եզրակացությամբ, որում կերևա պատճառը հետևանքային կապը կառուցապատողի գործողությունների եւ պատճառված վնասի միջև, կհաստատվի, որ կառուցապատողը գործել է ոչ իրավաչափ եւ դրա արդյունքում է պատճառվել վնասը, այո կհատուցի։ Բայց որ դուք ասում եք, ես ինչի համար են օրինակը բերեցի, ասում եք ասում են, ես էլ եմ ասում, ասելը դեռ քիչ է, պետքա լինի հստակ փորձագիտական եզրակացություն, պետքա լինի դատարանի որոշում, թող գնան վնասա պատճառվել, որ որոշումը, սեպտեմբերի 18-ին, եթե չեմ սխալվում, դատական նիստ է հրավիրված, որոշում չի։ Մարզեր չի, թե ինչքան կձգձգվի։ Դե դա արդեն գիտեք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Այդ ընթացքում ինչ հասցրած կլինեք։ Ինչ առումով, ինչ հասցրած։ Շինարարության ընթացքը ֆիքսված է շինարարական մատյանով եւ ժամանակացույցով շինարարական աշխատանքների, դա մի քիչ մասնագիտական եւ կապալառուին վերաբերող հարց է, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, հիմա չեմ կարող ասեմ, էլի, օրինակ չգիտեմ, մի հարկի համար նախատեսված է այսքան օր կամ այսքան ժամ, էլի։ Ընթացակարգի բանը շինարարական աշխատանքների ժամկետին համապատասխան կառուցապատումն իրականացվում է, բայց հստակ չեմ կարող ասել, օրինակ սեպտեմբերի 18-ի դրությամբ ստեղ ուր հասած կլինեն։ Անկեղծ չեմ կարող ասեմ, որտեղ ես բուն շինարարական գործընթացի մեջ չկամ եւ չեմ տիրապետում։ Ես ընդհանրապես իրավական մասով աջակցում եմ կամ ներկայացուցչություն եմ իրականացնում ընկերության համար եւ այդ մասնագիտական շինարարությանը վերաբերող, չգիտեմ, տարբեր խիստ մասնագիտական հարցերին այս բանը ես հստակ չեմ կարող պատասխանել։ Երեխեքին ինչ կարա ասի, բայց ինքս կառուցող է։ Բայց ինքը ալա մի վարքյան մի բան հարցնեմ։ Հա, ես բողոքավոր եմ, ես կարամ ինչ-որ մի բանին բողոքից ասեմ, բայց դու շինարար ես, դու ինչ կարաս, կառուցապատող ես։ Կարելի է մի բան ասել։ Դե ինչ պետք է ես ասեցի։ Ներողություն։ Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, եթե դատարանի որոշում լինի, որ պիտի փոխհատուցում տանք, նյութական վնասի Եթե նույն գոհացնի այդ նյութական բանը։ Դատարանի որոշում լինի, դուք պատրաստ եք ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ, որ ձեր տան արժեքը ընկնում է այս շինության։ Անպայման, համդ արժեքն է անգնում, եթե մենք չծախենք էլ մեր տան որակն է անգնում, մենք չենք կարում նայենք դուրս, արդեն պատ ենք տեսնելու, մեր փոխանակ կանաչ տեսնենք, թող մի հատ սեփական տուն, այս 1500 մետր քառակուսի հողատարածքի մեջ, իրանք ասում են 600 մետր քառակուսի շինությունա, դեռ ես պետքա գեոդեզիստներին բերեմ, ես պետքա բաներ անեմ, չափումներ անեմ, հլ տեսնեմ սրանք տեղավորվում են իրանց գրածի մեջ, թե չէ, ես անելու եմ, որպեսզի կասեցվի այս շինարարությունը, դրա համար պետքա դեռ աշխատանքներ ունենք, բայց ով է մեղավոր, որ մեր սիրելի քաղաքապետ պարոն Բաբայանը բողոքը վրեն, այսքան ժողովրդին նա շինթույլտվություն է տվել, ով է տեսել։ Բայց այդ ամեն ինչի հաշվի առնելով ինչ եք տուն ուզում։ Որովհետև կարող է ես ծախեմ իմ տունը, որովհետև իմ տունը ընկնում է գերից։ Բա ամեն մի տուն ես, բայց այդ քո ինչ գործն է։ Որովհետև իմ տունը, այո։ Լսի իմ տունը, ամեն երկու հատ տունը, գիտես ինչ է։ Գոյողի չկա, ավտոմեքենան խնդիր է։ Որ ծախեմ իմ տները չծինա գինը, ծախեմ այդ համ ստեղից։ Բա իհարկե, բա ես ոչ եմ ապրել 8 հարկի կողքը։ Եթե ես, լսեք, մի բան եմ ուզում ասեմ, այս երկու տները, սրա հետևը, երկու հատ տներ ենք մենք ապրել, այո, մենք ստեղ որ ապրում ենք, ստեղ տուն չկար, կեսրան առաջինն եղել, հեգնական, այդ պահելացևը, դու կարաս պահես քո տերերի հետ խոսած, ես տեր չունեմ, տուն ես լավ է, ներողություն էլի, բայց այս մարդկանց անձնական կյանքի կապությունն էլ է խախտում, այո, մարդիկ սեփական տներում են ապրում, գիտես ինչ միլիոններ եմ դրել ես այդ տան վրա, հարկա լինելու, 8 հարկացից ջան, 8 հարկ կամ 6 հարկա լինելու, որտեղից բաց երևալու է մարդկանց հատվածը, իրանց տան բացը։ Դե աս պատասխանեմ ձեզ։ Ասից ջան, ես իմ տան վրա դրել եմ միլիոններ, որպեսզի Հիմա մի բան ասեմ, հիմա պատկերացեք ստե երկու արկանի է, իմացա մի արկանի է, մեծ մի հարկինը, հիմա որ գամ ասեմ, երկրորդ հարկից իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտում ողջամի տա։ Ներողություն, այստեղ սեփական տներ են, հարցը դա է, որ մարդիկ Բայց ոչ թե ապրում են քաղաքի կենտրոնում, ապրում են ասում, մենք ենք ասում ընկեր, մենք ստորագրությունով ասում ենք։ Որ դատան ասես դուք ճիշտ եք կգան կասենք շինթույլտվությունն է եղել դա։ Ինչն է մինչև ստորագրությունն է եղել։
Մինչև շինթույլտվություն Եկեք մի բան հասկանանք, որ եթե որևէ հարց քննվում է դատարանում, Եվ դատարանը ինչ որոշեց, այտենց էլ կվարվենք։ Հիմա որ եկանք հավաքվեցինք ստեղ։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունն Չի խախտվում։ Այս բնակարաններում օրինակ տեսանող Դուք ծայրահեղ մեկնաբանության եք ենթարկում, որովհետև այդ նույն հաջողությամբ օրինակ պլյոնկեքի օրենքը, որ հանեցին, արգելեցին մեքենայի ապակիները պլյոնկացել լինի, իմ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտվում է, որովհետև կողից մեքենայից տենում են ես մեքենայից մեջ ինչ եմ անում։ Ոչ չէ։ Դա ծայրահեղ մեկնաբանություններ պետք չի։ Խիստ է իր տան մեջ նկարում են։ Չէ, դուք ուղղակի օբյեկտիվ իրականությունը չեք ուզում։ Օբյեկտիվ իրականությունը այն է, որ անձնական տվյալների անձնական կյանքի գաղտնիության խախտում ստեղ չկա։ Ոնց չկա։ Չեն գնում մարդու ննջարանի մեջ, մտնում, չգիտեմ ինչ անում, ժողովուրդ կամ իր խոհանոցում։ Որ չկա ստեղ։ Կարող է չկա, իմ անձին Չէ, տեսեք, դուք այնպես բան եք ասում, որ ցանկացած իրավիճակում, մեր հատկապես Երևանի կամ ցանկացած իրար դեմ դիմաց գտնվող շենքերն էլ, որը տենց լինի, մեկի բալկոնից մյուսի բալկոնը։ Բնակարան շենքեր են։ Բայց ով ասեց, որ անհատական բնակելի տունը օժտված է ավելի, չգիտեմ, լայն իրավունքներով, քան բազմաբնակարան շենքը։ Սեփականությունն է, բնակության համար նախատեսված վայր է։ Այդ նույնը ոնց որ ասենք, այ քոնը որ հասարակական շինություն է, ինչ որ մեկի օֆիսն է, ավելի այդպես գաղտնիություն։ Չէ, գյուղի մասին չի խոսքը։ Խի Երևանում չկա սեփական տուն կողքը բազմաբնակարան շենք։ Բայց էս ինչ է գյուղ, Հասկանում եմ, որ վարչատարածքային միավորով, բայց սովորաբար Երևանին կապած է։ Լուրջ։ Հա։ Չի, փաստորեն քաղաքում ենք, հա մենք ապրում ենք։ Դե թող Ասում է քաղաք է մարդը։ Կարող է կենտրոնում ենք ապրում, չենք իմանում մենք։ Երեխեք ջան, մի բան ասեմ։